Բարև ձեզ թանկագիններ։ Այսօր շարունակում ենք ծննդոց գլխի մեր ճամփորդությունը, մինչև հայտնություն։ Եվ այսօր հասել ենք 44 եւ 45 գլուխները։ Ծննդոց 44-ում Հովսեփը որոշեց եւս մեկ անգամ փորձել իր եղբայրների սրտերը։ Նա հրամայեց իր ծառային, որ նրանց պարկերը լցնի հացով եւ նաեւ յուրաքանչյուրի արծաթը վերադարձնի նրանց պարկերի մեջ։ Բայց Բենյամինի պարկի մեջ նա դրեց իր արծաթյա բաժակը։ Եվ եղբայրները ճանապարհ ընկան, Հովսեփը ուղարկեց իր ծառային նրանց հետևից։ Ծառան հասավ նրանց եւ ասեց. Ինչու եք չարիք անում բարության փոխարեն։ Ինչու գողացաք իմ տիրոջ բաժակը։ Եղբայրները շատ զարմացան եւ ասեցին. Եթե այդ բաժակը գտնվի մեզանից որևէ մեկի մոտ, թող նա մահանա, եւ մենք բոլորս դառնանք նրա ծառան։ Երբ պարկերը բացեցին, բաժակը գտնվեց Բենյամինի պարկի մեջ։ Եղբայրները շատ վշտացան եւ վերադարձան Հովսեփի մոտ։ Այստեղ տեսնում ենք մի շատ կարևոր պահ։ Հուդան առաջ եկավ եւ աղաչեց Հովսեփին։ Նա պատմեց իրենց հոր Հակոբի ցավի մասին եւ ասեց. Եթե Բենյամինը չվերադառնա տուն, մեր հայրը կմահանա վշտից։ Հետո Հուդան մի շատ կարևոր խոսք ասեց. Թող ես մնամ որպես ծառա այդ տղայի փոխարեն։ Սա առաջին անգամ էր, երբ եղբայրներից մեկը պատրաստ էր զոհել իրեն ուրիշի փոխարեն։ Այդ պահին Հովսեփն այլևս չկարողացավ պահել իր զգացմունքները։ Նա բոլորին դուրս ուղարկեց սենյակից եւ սկսեց բարձրաձայն լաց լինել։ Հետո ասեց իր եղբայրներին. Ես Հովսեփն եմ, արդյոք իմ հայրը դեռ կենդանի է։ Եղբայրները ապշտացեն եւ վախեցած, որովհետեւ չէին սպասում նման բան։ Բայց Հովսեփը իր մոտ կանչեց նրանց եւ ասեց. Մի վախեցեք եւ մի տխրեք, որ ինձ վաճառեցիք այստեղ, որովհետեւ Աստված ինձ ձեզանից առաջ ուղարկեց, որպեսզի ձեր կյանքերը փրկվի։ Նա բացատրեց, որ սովը դեռ շարունակվելու է եւ Աստված իրեն ուղարկել էր Եգիպտոս, որպեսզի փրկի շատ մարդկանց։ Հետո Հովսեփը գրկեց իր եղբայրներին եւ լաց եղավ նրանց հետ։ Նա նաեւ հրամայեց, որ նրանք գնան Քանան եւ բերեն իրենց հորը Հակոբին։ Այս գլուխները շատ խոր կերպով ցույց են տալիս Քրիստոսի ավետարանը։ Առաջին փոխարինողը զոհը, երբ Հուդան ասեց. թող ես մնամ ծառա այս տղայի փոխարեն։ Սա շատ հզոր պատկեր է։ Հուդայի ցեղից շատ տարիներ հետո ծնվեց Հիսուս Քրիստոսը։ Եվ Հիսուսն էլ ասեց. մարդու որդին եկավ ոչ թե որպեսի իրեն ծառայեն, այլ որ ինքն է ծառայելու շատերին եւ իր կյանքը տալու է շատերի փոխարեն։ Մարկոս 10:45 խոսքում է գրած։ Հուդայի պատրաստակամությունը նախապատկերն էր Քրիստոսի զոհաբերության։ Մերժված եղբայրը հայտնված փրկիչ։ Եղբայրները մերժեցին Հովսեփին, բայց հետո նա բացահայտեց իրեն նրանց։ Նույնպես մի օր Իսրայելը կճանաչի Մեսիային։ Նրանք պիտի նայեն նրան, ում խոսեցին Զաքարիա 12:10-ում։ Երրորդը Աստծո գաղտնի ծրագիրը։ Հովսեփը ասաց մի շատ կարևոր խոսք. դուք չարիք մտածեցիք իմ դեմ, բայց Աստված դա բարիքի դարձրեց, որը նաև գրված է Հռոմեացի 8:28-ում։ Սա ցույց է տալիս Աստծո խոր ծրագիրը։
Նույնպես խաչելությունը մարդկանց չար գործն էր, բայց Աստված այն դարձրեց աշխարհի փրկությունը։ Գործ առաքելոց 2:23-ն է ասում։ Մեր դասը եւ կիրառումը կլինի հետեւյալը, որ այս պատմությունից մենք կսովորենք առաջինը, ապաշխարությունը փոխում է մարդու սիրտը։ Եղբայրները այլևս նույն մարդիկ չէին։ Երկրորդը, սերը հաղթում է վրեժին։ Հովսեփը կարող էր վրեժ լուծել, բայց նա ներեց։ Եփեսացիս 4:32 խոսքում գրված է, որ ներեք իրար։ Աստված կարող է ցավը դարձնել փրկություն։ Աստված կարող է նույնիսկ մեր կյանքի ամենացավոտ պատմությունները օգտագործել բարիքի համար։ Սիրելիներ, դուք ինչպես եք տեսնում Հիսուս Քրիստոսին այս գլուխներում։ Գրեք մեկնաբանություններում ձեր մտքերը։ Ձեր մեկնաբանությունները կարող են օրհնություն լինել ուրիշների համար։ Եթե այս ուսուցումները օրհնություն են ձեզ համար, կիսվեք ձեր ընկերների հետ եւ բաժանորդագրվեք, եթե դեռևս բաժանորդագրված չեք։ Եվ շարունակենք միասին մեր ճամփորդությունը ծննդոցից մինչև հայտնություն։ Աղոթենք սիրներ։ Տեր Հիսուս, շնորհակալ ենք քեզնից քո մեծ սիրո համար։ Շնորհակալ ենք, որ դու դարձար մեր փոխարինողը եւ վերցրեցիր մեր մեղքերը քո վրա եւ գամեցիր խաչին։ Օգնիր մեզ ունենալ նույն սիրտը, ներելու, սիրելու եւ վստահելու քեզ։ Բացիր մեր աչքերը, որպեսզի տեսնենք քեզ ամբողջ Աստվածաշնչի մեջ։ Ամեն։ Մենք այսօր ավարտեցինք մեր այսօրվա գլուխները, Աստված օրհնի ձեզ, կհանդիպենք հաջորդ գլուխներում։